Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա իմ հյուրը շատ հետաքրքիր մի անձնավորություն է։ Երգիչ, երգահան Տիգրան Պետրոսյան։ Աշոտ ջան, ողջույն։ Ողջույն Տիգրան ջան։ Լավ, խնդրեմ նստի։ Տիգրան ջան, շատ ուրախ եմ, որ իմ հյուրն ես եւ բավական ժամանակ է ես քեզ չեմ տեսել ու շատ քիչ տեղեկություններ ունեմ քո մասին։ Ես շատ ուրախացա, որ գտա քո կոորդինատներ, զանգեցի, որ կանք զրուցենք, համեր տեսնեմ ինչով ես զբաղվում։ Ուրախ եմ, որ իմ տաղավարի Նմանապես, Աշոտ ջան։ Պատմիր երկու բառով պատմի քո մասին, տեղ, երկի թատրոն, բան, հետո եկար ստեղ, այդպես ուղղակի ինֆորմացիա մի փոքր քո մասին։ Դե Արտուրին Գրիգորյան վաղուց է ճանաչում, այսինքն 85-86 թվերը սովորում էի ջազ քոլեջում։ Արտուրը այդ ժամանակ դասավանդում էր ջազի պատմությունը։ Աքսել Բակունցի մոտ։ Աքսել Բակունցի մոտ։ Այո։ Եվ Գոգայի մոտ դաշնակահար է։ Բավական լավ ժամանակ անցավ այդ տարիները, Երանի այդ տարիները իհարկե։ Այո։ 87 թվից Արտուրին հետո չտեսա, հետո 89-ին եղավ, որ Այո շոուն արեց, եկա մասնակցեցի Այո շոուին, երգեցինք ընկերոջս հետ դուետ, պարզվեց, որ ամբողջությամբ երգը երգել եմ մի տոն ներքև։ Չգիտեմ ոնց է։ Չեմ հասկանում ոնց, մինչև հիմա չեմ հասկանում ոնց է։ Բայց կարող է լավ չես լսել դու բանի երաժշտությունը։ Գիտես ոնց է։ Դրանից է։ Աշոտ ջան, մոնիտորները չկար բեմի վրա։ Դե դա։ Եվ ձայնը գնում էր, գալիս էր, բանում ենք, լետնյում ենք կինո Մոսկվայի, գիտես։ Համարային իրա, հա։ Սրահում։ Այդ ընդեղից եկած ձայնը որ լսում ես, արդեն մի տոն ցածր ես լսում դու մի ասա։ Ծերից ծեր մաքուր մի տոն ներքև երգել եմ։ Մաքուր ֆալշ եմ երգել, այսինքն։ Լավ, երկի թատրոնում եղավ, պատմի։ Դրանից հետո վերջը Զակուլիս եկանք մտանք բան, Արտուրը ջղայնացած, ներվայնացած։ Էս ինչ եք երգում, դուք հասկանում, դուք լսում, Գրիգորից չենք լսում, ինչ որ լսում ենք, ետ ենք երգում։ Մնացածները ճիշտ են երգել։ Հետո ինչ որ ընթացքում դզվեց, մեր համար առաջինն էր։ Ես դրանից խախտվեցի, որ ասում եմ, ոնց կարար sense բան լիներ։ Մի խոսքով իզութոզս կորավ։ Հետո 94 թվին արդեն Խանջան 13-ա եկա։ Այդտեղ Արտուրը էս ուր էր, չկա էր, էս ինչ եղար, ոնց է, ասում պատմությունից հետո կինո Մոսկվայի այ մարդ մոռացի անցած լինի։ Մոռացի։ Ինչ ես բերել, մի բան կերքես, ասում եմ, հա, օքեյ, դիր մի հատ երգի տենամ ինչա, երգեցի նույն երգը մաքուր։ Շատ է տակտիկը։ Այտենց 94-ից մինչև 98 թիվը օֆիցիալ երգի թատրոնում էի։ Հետո իհարկե կապը պահում ենք իրար հետ։ Իսկ երբ եկար Միացյալ Նահանգներ։ 19 թվի դեկտեմբերի նոյեմբերի 30-ին։ 19 թվի 6 տարի առաջ, հա։ Այս ընթացքում եղար Հայաստանում, Երևանում լինում է։ Չէ, դեռ չեմ եղել։ Հուսամ շուտով։ Ահա։ Բայց դեռ չէ։ Մի քիչ դժվար է Աշոտ ջան, այդտեղ որ նոր ես տեղափոխվում, չես Պատմի, ազատ պատմի, հետաքրքիր։ Չես կարող, ասենք, գիտես, տենց որոշես որ դու մի հատ Երևան գնամ գամ, ասենք, այդտեղ գործը լիքը, գիտես, վարձեր, այսինքն տան վարձ, բան եւ այլն։ Ինշուրանս, մեքենայի վարձ, բան, տենց այդ բաները տենց չես կարող, ասենք, մի ամսով թողնես, գնաս հետ գաս։ Պարզ է։ Այդ էլ այնքան պետք է իր վրա գա, որ այդ մի ամիսը կարողանաս հասկանում ես, հա, մի քիչ դժվար է, բայց կամաց Կարգավորվում է արդեն։ Հա, դե 0-ից սկսելը, ասենք, այդ ժամանակ ինչ էր, 47 տարեկանում 0-ից սկսելը հեշտ բան չի։ Հատկապես երբ մենակ ես, բան եւ այլն, բայց օքեյ է։ Իսկ ընկերներով բանով շրջապատված ես որոնք։ Լիքը, սա ընկերներ, հիմնականում մեծ մասը ընկերությանս ստեղ է։
Ես դրա մասին պիտի առանձին խոսենք, առանձին երկի թատրոնի ու Արթուրի մասին պիտի խոսենք առանձին, բայց առայժմ խոսենք, տեսնենք թե հետո դու գիտեմ որ նոր ծրագիր ունես մեր Նուրի հետ Արթուրի, դա երկրորդ մասում կխոսենք մեր հաղորդման։ Հիմա ուղղակի քո մասին գրում ես էլի երկեր։ Երկեր գրվում է, մի քիչ պրոֆիլը, չնայած մի երկ գրվել է pop ժանրի մեջ եւ անգլերեն է բառերը։ Անգլերեն բառերը գրել է իմ մոտ ընկերս Գարին Մկրտչյան։ Շատ սիրուն երգ է, այդ երգը սենց դեռ ավարտված չի, որպես դեմո վերսիա չեմ ուզում ցույց տամ Աշոտ ջան, հատկապես որ վրան վիդեո չկա նկարած, բայց պլանավորում ենք ինչ որ բան վրան նկարվի։ Պետք է, եթե դες լավ երգ շատ սիրուն երգ է, ասենք բոլոր ընկերներս ով լսել է շատ է հավանել։ Իսկ ով է կատարել երգը։ Դու։ Տիգրան Պետրոսյանը, հա։ Դու։ Ախր Տիգրան ջան, դու պետք է երգես, ախր դու շատ լավ սկսեցիր, լավ ճանաչում, անում, լավ էլ երգում ես, քո երգերը տարբերվում են բոլոր երգերից, քո կատարմամբ, քո ձևով, քո ոճի մեջ։ Ինչի թողեցիր դու այդ երգը, չեմ հասկանում, երգելը թողեցիր։ Աշոտ ջան, գիտես ոնց երգելը ինձ համար միշտ եղել է ոչ առաջնահերթ ինչ որ մի բան։ Այսինքն ինձ համար առաջնահերթ եղել է ստուդիան։ Հա։ Եղել է ստուդիայում աշխատանք որպես sound engineer։ Այդ շատ հետաքրքիր է ինձ համար միջև հիմա։ Ասենք ես տանը ունեմ փոքրիկ իմ միկրոֆոն, sound card, computer speaker, բան։ Ստուդիան ունես, հա, քո համեստ ստուդիան։ Հա։ Որպես երգիչ, ասենք հասկանալով որ pop ժանրը հատկապես կամաց այսօր pop ժանրը ինչ է, այդեն չի այն ինչ որ 2000-ականների կեսերին ես էի Հայկոն, ասենք, չգիտեմ, Արսենը Սաֆարյան կամ եւ այլն։ Այսօր պահանջներն ուրիշ են։ Այսօր կոնկրետ ռաբիզ է pop ժանրը դարձել։ Հա ես այդ ժանրում չկամ։ Ռաբիզ ես ախր այդ ռաբիզը մի քիչ ուրիշ կերպ եմ ես հասկանում։ Կա ռաբիզ կատարում, բայց ռաբիզ ու դա մարդիկ կա, որ այդ ռաբիզի ամենակոզածը ոնց որ խոսքով ասում են, ժողովուրդը մեր քյարթու երգը կարող է կա սիրուն կատարի, որ շատ լավ հնչի ու շատ լավ երգ է, որ նայում ես մի բանը հիմքը լավն է, սիրուն է։ Այդ ռաբիզ ուղղակի կատարում կա։ Կարան օպերայի եսի Մարիան ռաբիզ երգեն։ Սենց ասեմ, որպես երաժիշտ միջամտեմ, հա քեզ։ Ուրեմն կառուցվածքը երգի, այստեղ կապ չունի ոնց են ներկայանում, ինչպես է դա երգվում։ Կարող է այնքան լավ է երգվում, որ հա, միգուցե եւ, բայց ինքը կառուցվածքը եւ հիմնականում այդպես է։ Ասենք հայկական լադերի հիմք չեմ տեսնում ես մեջը։ Այսօրվա երաժշտության, այսօրվա pop ժանրի մեջ կառուցվածքը մի քիչ, ոչ թե մի քիչ, լրիվ բոլորին հայերեն չի, այսինքն հայեցի չի, հայկական չի, որ հայկական բառերը գրված, դա չի նշանակում որ դա հայերեն է այդ երգը։ Չէ, կան իհարկե։ Լադը հայտարարություն է, այսինքն լադը գիտես մուսուլմանական լադեր են։ Հա կարա տենց երկիրը հայերեն բառեր գրել երգեր, ես դա նկատի չունեմ։ Մուսուլմանական լադեր են, անգամ այսօրվա գրվող երգերի մեջ, հա։ Մուսուլմանական լադը արկա է։ Եվ հա, հատկապես երբ որ խոսում են որ այդ լադը մերն է եղել մեզանից վերցրել են, շատ խնդալու բան է, այսինքն ոնց կարող է պատահի, այդ նույնը ոնց որ ասեն, ոնց որ մուսուլմանը ասի շարականը մերն է եղել, դուք մեզանից գողացել եք, նույն բանն է, ասենք Սեգյա, Շուր, հա, Բայաթի Շիրազ, ինչ է Բայաթի Շիրազ լադը ինքնին, հա, մուսուլմանական աղոթք է, հա, մենք այդ լադը օգտագործում ենք մեր այսօրվա pop երաժշտության մեջ, ասենք ինչ կապ ունի առաջի քրիստոնյա ազգը այս աշխարհի վրայի այդ երաժշտության հետ, չեմ կարող հասկանալ, դրա համար ես զերծ եմ մնացել որպես երգիչ հասկանում եմ, որ պարզապես գումար չես աշխատի, այսինքն ինչ լավագույն դեպքում ինչ պետք է անես, այդտեղ գնաս ռեստորան 3 օր ուրբաթ-շաբաթ կիրակի լավագույն դեպքում ամեն օրը $250, $750 շաբաթը, դա ոչ մի բան է այդտեղ, ինձանից լավ գիտես։ Ռեալն ենք էլի։ Հա, շատ հետաքրքիր զրույց է գնում։
Ես ինձ էլ շատ հետաքրքրում է։ Ես հիմա պետքա գովազդը ներկայացնեմ, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Շատ։ Սիրելի բարեկամներ, գովազդ է արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը իմ կրտսեր ընկերոջ հետ, շատ տաղանդավոր մի մարդու հետ, ու շատ ցավում եմ, որ երգը սենց ընդհատվել է իրա։ Տիգրան Պետրոսյանի հետ գովազդ է արդյունի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Տիգրան Պետրոսյանի հետ։ Տիգրան, հիմա ինչով ես զբաղվում։ Ես գիտեմ, որ մեր Արմանի հետ, Դուրի հետ ծրագիր եք սկսել ու շատ հետաքրքիր ծրագիր է։ Ես կուզեմ դրա մասին պատմես ու տեղեկացնես մեր ժողովրդին, թող իմանան ինչ է լինելու, ինչ է կատարվում։ Խնդրեմ։ Շատ լավ։ Ուրեմն մենք որոշել ենք գրել մեր հին մասնագիտությունների մասին երգեր։ Ինչ մասնագիտությունների։ Մեր հայկական հին մասնագիտությունների մասին։ Հետաքրքիր է։ Այսինքն գինեգործություն, Դարբնիգործ, դարբնեգործություն, իդեպ դարբնեգործի մասին երգ ունենք։ Գորգագործություն, լավաշ թուխի երգնա մեջը, թոնի սարքողի երգնա մեջը։ Շատ հետաքրքիր։ Հա, ինչու ենք որոշել տենց, որովհետև շատ վաղուց կար մի պատմություն, մի պահ կար, որ ազերները ասում էին, որ դուդուկը մերն է, ասենք, քյամանչան մերն է, ուդը մերն է, թառը մերն է, այդ բոլոր գործիքները մերն է եւ այլն, ուդը իրանցն է, օքեյ, բայց մնացածը իրանցը չի։ Ինչ եղավ, որը եղավ պատճառը, որ հրաժարվեցին այդ բաներից, հա, իրանց այդ այն որ ասում է բաթան փրթելուց։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարզապես ուներ ապացույցներ, որ սա հայերինն է, ձերը չի, որովհետև ձեր մեջ անգամ հայտնի այդ գործիքը նվագողը չկա, ենթադրենք, հա, բոլորը հայ են, այդքանով սահմանափակվեցին։ Հա, այնուամենայնիվ լիքը բաներ հետո շուռ եկավ հողանոցի վրա։ Ահա։ Լավաշը մերն է, չգիտեմ, այս ինչը մերն է, այն ինչը մերն է։ Հարիսա, բան, չէ՞։ Հա, տենց ինչ որ, հա։ Ասում լավ։ Հիմա տոլման մերն է, թե հա, մերը չէ։ հիմա էդ է, որն է, ումն է, չգիտես էլի։ Նրանք են մեզնից վերցրել, մենք ենք նրանցից վերցրել, թե Մի խոսքով, ասացինք, դե օքեյ, եթե դրա մասին արտիֆակտ է պետք կամ որևէ փաստարկ է պետք, հա, կարա երգ լինի, կարա լինի, չէ՞, ասենք, երգը դա փաստ է։ Հիմա այս երգերը ով լսում է, ասում է, այս դուք եք գրել, ասում եմ, հա, նոր գրած բաներ են, ասում եմ, այո։ Ոնց որ հինը լինի, ասենք, մի 1000 տարվա երգ լինի, ասենք 1500 տարի առաջվա երգ լինի, ասում դե շատ լավ է, հենց իմաստն էլ դա է, որ փորձել ենք իրան տենց հինը ստեղծենք, ինքը հենց հին դառնա։ Հիմա պրոյեկտը իրանց ինչ է ներկայացնում, 11 մասնագիտությունների մասին է այս պրոյեկտը։ Դա ասենք ինչ ֆիլմ պետք է նկարվի, թե չէ, ֆիլմ։ Հեսա հերթով կգամ շրջան։ Ուրեմն հա, ֆիլմ էլ պետք է նկարվի։ Երգումա խոր։ Ահա 11 երգնել։ Մենակատարներ չկան։ Խորի մեջ կան մենակատարներ, բայց հիմնականում խոր է, ոչ մի գործիքավորում չկա, ոչ մի գործիք չկա։ Ինչու որովհետև խորի տված մեսեջը ոնց որ, հա, շատ ավելի հասանելի է, քան ինչ որ հետը եթե գործիք կա։ Կարևորը որ հասանելի լինի։ Հետո տեղ հասնել, հա, հետո այդ գործիքավորումները, բաները այնքան առնելու, որ խելքից դուրս են, որ ասում եմ։ Բայց հիմա այս պահի դրությամբ ինքը խոր է։ Երգելու է Ռոբերտ Մլքեյանի խորը։ Շատ լավ, շատ եմ սիրում։ Ռոբերտի հետ աշխատել ենք շատ վաղուց, երբ որ ես նոր սկսում էի 90-ականներին որպես sound engineer, հիշում եմ մի օր ձայնագրություն արեցինք Սամոսա վանքի հենց ներսում։ Ահա։ Գժություն բան ստացվեց։ Իմ աշխատանքային ուրեմն փորձի մեջ լավագույն փորձերից մեկն էր։ Շատ եմ սիրել այդ գործը։ Ռոբերտի խորնա երգելու
ուրեմն նկարվելու է ֆիլմ եւ ֆիլմը պարտադիր գնալու է Կանի ֆեստիվալ եւ շահի առաջի տեղ Grand Prix։ Դուք էդ է ձեր նպատակակետը, հա։ Պարտադիր։ Դե եթե դից հավեսով կպել եք, դի հասնեք։ Որտեվ ինքը իր ուժով, իր մատերիալով, իր մեջ եղած ինֆորմացիայով ինքը կա այդքան, որ իր վրա կարելի է նկարել գժոտ մի բան, որ ինքը շահի Grand Prix կանում։ Պարզապես երաժշտությունը 33 րոպե է, 11 երկու։ Կան ներկայանալու համար 73 րոպե է պետք, այսինքն ստեղ արդեն դոկումենտալ ինքը դոկումենտալ Բահեր կան, հա, դե։ ինչ որ դոկումենտալ ֆիլմ ավելի շատ լինելու ոչ գեղարվեստական իհարկե, բայց մի խոսքով սցենարի վրա աշխատում են բավականին փորձառու լուրջ մարդիկ, այո։ Մի խոսքով sense լավ ծավալուն մի բան ենք բռնել, որպեսզի հետո չասեն, որ գիտես ինչ, այս մասնագիտությունը մերն է, տոլման էլ է մերը։ Բայց բավականին մեծ մասշտաբի ու լուրջ գործ է կանում, Աստված թող հաջողություն տա, որովհետև շատ կարևոր ու դա էլ ազգանվեր գործ է։ Այո։ Մենք էլ ახար պետք է աշխարհին ցույց տանք, որ ինչեր ունենք, ինչեր կարող ենք, ինչ ենք արել, ինչեր կարող ենք։ Այո, Աշոտ ջան, բացի այդ ինձ համար երկարվեստը առասարակ ասում են արվեստը ազգի դեմքն է, չէ՞։ Ասենք երկարվեստը ամենաազդեցիկ արվեստներից մեկն է, ինչու՞։ Որտեվ երկու կոմպոնենտ է իր մեջ պարունակում՝ խոսք եւ երաժշտություն։ Այսինքն ինքը երկակի է ազդում։ Մեր երկարվեստը այսօր ինձ համար ազգին ներկայանալիք մի բան չի էլի։ Ինձ ռուս մարդիկ հարցնում են, որոնք այն ժամանակ Հայաստանում էին տուրիստ որպես տարանք Հայաստան ցույց տվեցինք։ Խփնված, գժված, վերջի օրը ճանապարհում եմ, ասում եմ, կարամ հարց տամ, ասում այո։ Ասում ֆանտաստիկ սիրուն էր ամեն ինչը, ուտելիքը, մարդկանց վերաբերմունքը, ասենց տեղանքը եւ այլն, ասենց պատմելու բան չի ինչքան սիրուն էր։ Ասում եմ, հարց էլի, ասում եմ, ինչի՞ է ձեր երաժշտությունը մուսուլմանական, դուք քրիստոնյա ազգ եք, չէ՞։ Ասում եմ, մյուս անգամ որ գաս կպատմեմ, հիմա որ սկսեմ դու հաստատ կուշանաս քո ինքնաթիռից, հա։ Դա համար ինձ համար սա շատ կարևոր մի բան է, որ հայը պետք է իր երգով զարմացնի աշխարհին։ Իր երգով պետք է հանդես գա։ Ինքը պետք չի որ ասեն մուսուլմանական երաժշտությունն է, ձեր երաժշտությունը ամոթել է, էլի։ Ես հասկանում եմ կարող է մի քիչ քաղցր անջում է, բայց այդ մերը չի։ Դե բարձա բնական։ Այո։ Աշոտ ջան, դրա համար այս 11 երգը եւ սա տենց մի հատով չի բրցնելու այս պրոյեկտը շարունակական բնույթ է կրելու, արդեն 2 երկ ավելացել է իդեպ այս ընթացքում, այս 2 տարվա ընթացքում։ Որն է, ես գիտեի կներես, որ ընդհատում եմ, որն է դերը այդտեղ մեր Արմանի։ Ինչն է ինքան։ Արմանը բոլորը զարմանում են, բայց Արմանը շատ լավ մտահղացումներ, հա, երևի մոտով ինքը շատ տաղանդավոր մարդ է ու շատ հետաքրքիր արվեստագետ։ Երկուսից մտահղացումն է սա։ Երաժշտությունը գրել եմ ես, որպես խոր էլի երգել եմ ես, ինքը դեմո է իհարկե, բայց ասենք որ ուղարկել եմ այդ նույնը Ռոբերտին Մալքյան, Ռոբերտը համար parzer ինչա ստանալու ինքը, այսինքն այնքան parza ինչա լինելու, որ արդեն Ռոբերտը իր հավանությունը տվել է արդեն Ռոբերտը։ Միայն Ռոբերտը չէ։ Նաև լսել է Նավոյանն է լսել, շատ էր ազդվել, շատ էր սիրել, զարմացել, որ այս դարում sense բան է կանում։ Շատ ինչի համար է, էլի։ Ես անամփոփ դες սպասեմ այս բանը։ Հետաքրքրություն առաջացրեց։ Տիգրան Մանսուրյանն է լսել։ Էլի են որ ֆանտաստիկ մի բան է, ես այս երգերը ոնց չեմ լսել բան եւ այլն, ասում ենք որտեվ այս երգերը նորագրվել, դրա համար չեք լսել, պարոն Մանսուրյան։ Ինչպես թե ովքեր են գրել։ Դե հեղինակները ձեր դիմացը նստած են։ Նուրը գրել է բառերը, տեքստերն է գրել ամբողջ։ Որը շատ ես գրել եմ երաժշտություն։ Հետաքրքիր ու տաղանդավոր մարդ է, շատ սիրում եմ իրան։ Տեքստերը, այնպես տեքստեր է գրված, որ
իրապես ոնց որ ժողովրդից դուրս եկած մի բան էլի, ոչ թե ինչ որ մեկը նստել է ու տենց տեքստ է գրել։ Դրա համար իրանց համ երաժշտությունով, համ տեքստով այդ երաժշտությունը, այդ պրոյեկտը լրիվ կարծես թե շատ հին ինչ որ մի բան է, բայց ինքը նոր գրված բան է։ Տիգրան ջան, հիմա նորից պետք է անցնենք գովազդի, կներես, որ ընդհատում են, որից հետո նորից կշարունակենք։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո նորից կշարունակեմ իմ զրույցը իմ ընկերոջ հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Տիգրան Պետրոսյանի հետ։ Տիգրան ջան, խնդրեմ, դե դու երգի թատրոնն ես ավարտել, սովորել, ինձ հետաքրքիր ովքեր են եղել քո կուրսում։ Երևի են բոլոր են հայտնի երգիչ երգչուհիները հիմա որ կան երկնակամարում, չէ՞։ Այ, հա, այո։ Շուշան Պետրոսյան, Նունե Եսան, չէ՞։ Շուշան Պետրոսյան, Նունե, Արամո, Էմա, Իդա, հա, Գրիշա Ախանյան, Գրիգոր Անտոնյան, Արտուր Իսպիրյան, Վարդուհի Վարդանյան, Արման Ախաջանյան, Հայկոն էլ սովորեց ես մոտ։ Հայկոն։ Չէ։ Հայկոն կոնկուրսներին մասնակցում էր, բայց Հայկոն երգի թատրոնից չէր։ Հա։ Հիմա կապը կա իրանց հետ էլի շփվում եք։ Այո, իհարկե, Արմանը ստեղ է, Արմինկան ստեղ է։ Արմինկան, հա։ Հա, շատ մարդկանց հետ։ Բայց Արտուրը շատ մեծ գործ արեց, շատ։ Ժամանակին ահագին մարդիկ շատ իրան պարտական են, ահագին մարդկանց շատ ճանաչել տվեց աշխարհին ու շատ օգնեց, որ նրանք հետագայում զարդարեցին բեմերը ու բեմարտակները։ Արտուրի մասին կուզեմ եք իշխոսեք, իմ լավ ընկերն է եղել, շատ մտերիմ եք եղել ու շատ սիրում եմ ու երբեք չեմ հաշտվում այն մտքերից, որ իմ լավ ընկերը չկա։ Եկավ հասավ Մոսկվա իմ 70-ամյակին երգեց, հետո եկավ Երևանում երգեց, իր երգը, որը ցնցեց աշխարհը, հրաշք երգ էր, կյանք ու կռիվը։ Այ Արտուրի մասին կուզեմ երկու, որպես ղեկավար, որպես քո ընկերն էլ ա եղել, դա մոտ դասատու կամ բան տնօրեն բան չկար, չէ՞։ Այդ հարաբերությունը երբեք չի եղել։ Դες ոչ ոմանց համար կար իհարկե, ինձ համար չկար։ Մի իրական դեպք պատմի իր մասին, էլ իր հետ շփումից։ Վայ։ Արտուրի հետ համերգի ժամանակ բան եղավ։ Որ ասեմ, տենց արտարուց ինչ որ բան ունեցել, մենք իմ ու Արտուրի հարաբերությունը նենց էր, ոնց որ այն որ ասում է հալած յուղի պես գնում էր սա։ Լավ, իսկ կյանքում ինչ հետաքրքիր իրական պատմություններ կան։ Փողոցում, տանը, չգիտեմ, կինոյում, չգիտեմ, էլի փողոցում, Երևանից, Երևանի հետ կապված, տեղի հետ կապված։ Աշոտ ջան, հավատա, որ այսօր ես մտածում եի ստեղ գալուց առաջ, ասում եմ ես ինչ պետք է պատմեմ, էլի Աշոտը ուզելու է այդ ամեն ինչը, մի հատ ինչ որ մի պատմություն բան եւ այլն հետաքրքիր։ Հավատա ոնց որ ուրիշ կյանքի մեջ ապրեմ հիմա։ Այն ինչ որ եղել է այնտեղ մեկուսացված քո արվեստով ու ուշքու միտքդ այդ ձեր նախագիծն է ու դրանով ես միայն։ Պլյուս այդ ամեն ինչին նաեւ այստեղի վազքը։ Երբ որ լիքը բան սկսում ես չմտաբերել այլևս, այդ լավ նշան չի իհարկե, բայց չէ, երբ մի բանի տրվում ես ուշքու միտքդ ուղղությամբ, իրոք հնարավոր է այդպես բան լինի, ես հավատում եմ։ Հա, բայց Արտուրի հետ շատ մոտիկ էինք, շատ էինք կիսվում տարբեր բաներից իրար հետ։ Արամոյի հետ իրար հետ շփվելուց մի բան չի եղել հետաքրքիր դες պատմություն։ Դե Արամոն այնքան հումորով ու հետաքրքիր ազնվորություն է, տաղանդավոր շատ իհարկե։ Չեմ հիշում, այս մի բաները հաստատ։ Երգի թատրոնից, գիտես ինչ է, որ իսկականից մտածում եմ, արա լիքը բան եղել է, հասկանում ես, ինքն այն չի, որ տենց աշխերս թարթել եմ անցել, տենց չի էլի, ասենք, բայց չեմ կարող մտածել։ Հիմա չես կարող մտածել։ Լավ, իսկ այդ ձեր նախագիծը գոնե մոտավորապես գիտեք երբ ավարտի մոտենալու, թե անորոշ է։
Այս նախագիծը կարծում եմ, որ մինչև այս տարվա վերջ արդեն ավարտի կհասցնենք, այսինքն գոնե աուդիո մատերիալը պատրաստ կլինի։ Շատ լավ, շատ լավ։ Եվ արդեն մյուս տարվանից կանցնենք իր նկարելու process-ը եւ այլն տենանք ուր ենք հասնում։ Ես իհարկե շատ մեծ հաջողություններ եմ ցանկանում, որովհետև շատ սիրուն գործ եք նախատեսել, շատ լավ ու Աստված թող մեծ հաջողություն տա, որովհետև լավ բան է այդ շատ պետք է այսօր այդ բանը, բոլորիս է պետք։ Եվ աշխարհին էլ ասենք, որ ձեն չենք անում ու չի նշանակում դրանք մերը չեն, վերջապես մենք էլ ենք ձեն անում ու ասում, որ սա մերն է եղել ու դրա մեջ երկրորդ կարծիք չկա։ Լավ, ինչ ես մաղթում ու ցանկանում այսօր մեր ժողովրդին, այսօրվա մեր հայ ժողովրդին։ Համբերություն, խաղաղություն, չէ՞։ Համբերություն, իհարկե, շատ ենք համբերել։ Էլի երևի պետք է համբերենք։ Չգիտեմ դեռ ինչքան։ Խաղաղություն մեր երկրին պարտադիր։ Մեր երկրին խաղաղություն է պետք։ Այո։ Մեր երկրին ի վերջո պետք է խաղաղություն։ Ախր հեքիաթներ չեն կարդում էլի արդեն այս վերջի տարիներին, իսկ հեքիաթներում միշտ բարին չարին հաղթում էր։ Ես այդ հեքիաթներին հավատում եմ, մենք այդ հեքիաթներով ենք մեծացել ու հիմա պետք է շատ մարդիկ հեքիաթներ կարդան։ Երեխեքը պետք է շատ հեքիաթներ կարդան։ Հեքիաթը շատ դաստիարակող, սովորացող, կրթող բան է։ Դե մենք այդ հեքիաթներով ենք օպտիմիստ, այսինքն լավատեսված։ Այո, եւ տենց էլ ապրել ու շարունակել ենք։ Այո։ Պարզապես գիտես ինչ Աշոտ ջան, մեր ապրած ժամանակաշրջանը, որը որ հիմնականում է եղել, այսինքն իմ պատանեկությունը եղել է կոմունիստների դարաշրջանի, դա այն կարելի ասել ծաղկուն շրջանը կոմունիզմի, մի քիչ չէ, շատ տարբեր էր եւ այսօր եթե ես համեմատում եմ նժարի վրա եմ դնում որն էր ավելի ճիշտը, ես ավելի հակվում եմ նրան, որովհետև էլեմենտար մի քանի օրինակ կարող եմ բերել։ Կարճ մենակ, որտեղ ավարտին եմ մոտենում մեր։ Մի օրինակներից մեկը դու շատ լավ կհիշես հայ համերգ գոյություն ուներ։ Այո։ Հայ համերգում կար լեզվի տեսչություն, կար ցենզի բաժին։ Այո։ Չէր կարա երգեր, ես սիրում եմ քեզ, հասկանում ես։ Բայց երգեր ես սիրում եմ քեզ։ Ամեն ինչին ուշադրություն։ Լեզուն, այսինքն այս գյոզար լեզուն, այս սիրուն լեզուն այսօր մի հատ նայի ոնց է երկվում էլի։ Ոնց որ անեստը պարզվում է այդ հայ համերգում ամեն տարի նոր ծրագիր էին կազմում, նախարարությունից բանից գալիս էին, ասում են մի հատ այս տարի որ դուրս գաս ելույթներ էլ ասա տեսնեմ ինչ ես խորում, լրիվ համերգը տալիս էին։ Խոսքերը այս բառ, հետո տպած ուղարկում էինք իրանց, սա ջնջում էին, սա ավելացնում էին, սա պակասացնում էին, բերում էին ճիշտ է տակը բան չէր բնում, բայց դե էլ դրա հետ էլի կարողանում ենք ժողովրդին ուրախացնել ու տեղացնել։ Բայց ասենք ռադիոյով կամ TV-ով դու լսում էիր այն ինչ որ լսում էիր այն ժամանակ, այսօր ինչ ասես լսում ես։ Տիգրան ջան, քո շատ հաճելի է, շատ ուրախ եմ, որ դու եկար ժամանակ տար, որովհետև գիտեմ գիշեր ցերեկ զանգում էի, հազիվ էի կարողանում հետդ կապտնել ու խոսալ։ Շնորհակալություն քեզ մեծ հաջողություններ, որում ես չեմ կասկածում, որովհետև լուրջ կպել եք, երկու տաղանդավոր մարդ կպել եք այդ գործին եւ ձեզ օգնելու են օրինակ Մելքյանի նման մարդիկ, անպայման սա պիտի հաջողություն ունենա։ Շնորհակալություն միշտ շնորհակալություն Աշոտ ջան։ Հաջողություն։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր Տիգրան Պետրոսյանը։ Հիմա եկերներ անցնեմ մեր հաղորդման եզրափակիչ խոսքերին։ Ընկերություն պետք է անել այն մարդկանց հետ, ովքեր պաշտպանում են քո անունը սեղանի շուրջ, որտեղ դու չկաս։ Այսքանը սիրելի բարեկամներ, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Աշոտ ջան, Էս ինչ ա եղել, ինչ ես տխուր։ Տիգրան ջան, ավտոս կորցրեցի։ Վայ, խփել ես։ Չէ, խփել չէ։ Փչացել ա։ Չէ, փչացել է։ Բա ինչ ա եղել, այս հավատ տանեմ։ Տիգրան ջան, Մելանը պրավայ է անել։